Ֆիդայներ կազմակերպության ղեկավար Սեյրան Չիլինգարյան, կռիվներին մասնակից, մի քիչ շատ չեմ ուզում ներկայանամ, որովհետև տրամադրություն չկա այդ լինելու։ Այտենց ես մեր խոնարհումս մեր որդեկորուս բոլոր մայրերին, հարազատներին, նաև մեզ մենք էլ ենք տեսել ոնց այդ երեխեքից կամ մեր զոհերից ոնց են աչքերները փակում, մենք ենք փակել շատ դաժանա, բայց կա այն ինչ կա։ Ուրեմն կներեք 44 օրյա պատերազմի մասնակից եք։ Այո, եղել ենք առաջի ամսի 29-ի առավոտ ցեքին արդեն մաղավուզում ենք եղել դպրոցում, որտեղ մոտ 600-700 կամավորականներ այդ մոբով բերածներ կային, նույնիսկ մեզ տեղ չկար, տեղավորվել ենք, այնտեղ կազմակերպել եմ այդ 700 մարդու սնունդ բան, որտեղ այդ այն վախտներ, որ կամազներով բերում դատարկում էին, փախչում էին, ես կենտրոնացրի ու տենց կազմակերպեցինք, մի քանի օր հետո մեզ տեղափոխեցին Հոռաթաղում նույն այդ վիճակն էր, երեխեքին հանել էին տարել անտառները, էլ այնտեղ էլ որոշ գործողություն արինք, հետո մեզ իջացրին, մեր տղեկից զոհ ունեցանք, վիրավոր ունեցանք, ես կազմակերպիչն եմ եղել, ես զինվորական չեմ, ասեցի, Ֆիդայներ կազմակերպության ղեկավարն եմ, այդտեղից եկանք Երևան, մեր հարգարժան պարոն Ավետիսյան Վարդանը, ով էստեղ ահագին աշխատանքներ ունի արած, մեր գեներալը ինձ էլի գրանցեցին որպես կազմակերպչական գծով տեղակալ ու ես Աղանուս գյուղ կա, մի քանի գյուղերի դպրոցեր, այդ տարածքը մաքրեցի, դպրոցը ամեն ինչը կազմակերպեցի, մոտ 450 հոգի էինք, այդ 450 հոգով մի խոսքով մենք իջել ենք դեկտեմբերի 1-ին, տվել ենք վիրավորներ, տվել ենք զոհեր, այստեղ կան մեր տղաներից, դեկտեմբերի 1-ին իջել ենք դիրքերից, ձունը դրած սենց, մեր տղաները ձնի վրա նույնիսկ 3 օր քնեցին, բարձր 28 կիլոմետր Աղանուսից հեռու էր, Աղանուսը Բերձորից 13 կիլոմետր էր հեռու, այսինքն 41 կիլոմետր Բերձորից, Լաչինի կենտրոնից հեռու էր մեր դիրքերը, ու մենք ընդեղ պահել ենք ամեն ինչը, հացա, ջուրա, նույնիսկ ռեսով ուտելիք եմ հետ տվել ես բանի շտաբին, Լաչինում գործող շտաբին, ու տենց եկանք մի քիչ անտրամադիր, բայց արինք ամեն ինչ, հիմա ես մենուայի հետ կապված ուզում եմ մի բան պատմեմ, ես Մոսկովյան 5-ում կաբինետ ունեի, օրերից մի օր ուզում եմ կաբինետից մոտ եմ գալի, տենում եմ այսքան երեխա, սենց վայնի շորերով, սենց քայլում ա բան, ասում բալիկ ջան, ես ով ես, անունդ ինչ ա սենց ռիսկով, բայեմ անունը Սարդուր ա, ես պետք է թուրքերին ես անեմ, են անեմ, բան, ման ես երեխեն, ես փոքր երեխեն, ու ես հեռու երկու հատ հարս են կանգնած, աղջիկ հարս չեմ ջոգում, աս երեխեն ձերն ա, թե բա, ասի բերեք մեզ երեխուն մի հատ պատվոգիր տամ, մեկ էլ այդ պահին մեկը ասեց, վայ են էլ պապան, տեսա մի հատ տղա եկավ, վայնի շորերով, ասես ինչ լավ եկավ, աս երեխեք ջան, եկեք դուք նկարեցեք, այդ կադրերը կա, ասի մի հատ էլ պապային կներկայացնենք, գնացինք հասանք տեղ, ասի ձեր անունը թե բա մենու է, այ քեզ բան, ընդե Սարդուր, ստե մենու է, ուրախացանք բան, երեխուն այդ պատվոգիրը տվի, գնաց դել, վա չգիտես հիմա կրվից առաջ է եղել, մենու ասեյրան, բանման, ինչ, հետա ով կա էլի ասենք, չէ, տենց է բնութագրվում, օրերից մի օր կռիվ անցել է մի 2 տարի նույնիսկ, մեկ էլ մի հատ բանկ եմ մտնում, տենամ մի հատ սիրուն հարսը, մոտիկացավ սենց մի քիչ անտրամադիր, պարոն Չիլինգարյան, դուք եք, չէ, նայեցի, սենց դիմագծերը հիշեցի, ասեց, ես մեն հենց ասեց, ասի մենու այկինն եք, թե բա ասի հա, ու տենց արդեն այդեղ ես տեսա, որ մենուան, ես ու ես ամեն ինչը իմ հետ, ու ես ամեն անցնելով սենց մտնում եմ, մի հատ նայում եմ, սենց խոնարվում եմ, ու բոլորին ենք խոնարվում, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ես խոնարհվել է, հլա որ մենակ այդ մեր գործը չի, մենք գործ ունենք անելու, երեխեք ջան, մի քիչ դուք էլ ձեր գործով ունենց ասեք, որ հզոր առյուծ տղեկ ունենք, արծիվ տղեկ ունենք, այս երեխեքը լրիվ պետք է պատրաստեն, որտեղ առանց կռիվ խաղաղություն չկա, եթե խնդրելով գնացինք խաղաղության, այս հենց ալնելու մեր վերջը,
պետք է մեջքերները կոտրելով, քիթները ջարդելով, պետք է խաղաղությունը մեզ խնդրեն, ասեն, խնդրում ենք մեզ խաղաղ թողեք ապրենք, սենց պետք է լինի։ Մեկ հարց եթե կարելի է, մենք շատ են ասում պարտվեցինք, թողեցին տղերքը փախան, անկեղծ ասած դա շատ մեծ ցավ է տալիս, իբր փախչողներ շատ են եղել։ Ի վերջո մենք ենք պարտվել, թե մեզ տարան պարտության։ Նայեք, էլի հիմա գիտեք ինչ, ես այսօր որը մի քիչ եկեք շատ սենց ալիքներ չխառնեմ, ճիշտ չի լինի իմ նման մարդուն սենց ալիքներ խառնելը, կար երկու գործոն։ Ես օրինակ այդ կռվին չտեսա այն վոժդ գեներալներից ոչ մեկին, վոժդ գեներալներից, ես թող եղել են մի քանի հոգի, բայց այն վոժդերից բանմա սա չկային, շատ վատ էր, բայց ամեն դեպքում այն բանը, որ մեր վրով չերես պարտությունը մեզ տիրություն չարին հենց այստեղից, այ դա կար, 100%-ով դա կար։ Կարող է իրանց քաղաքականությունն, կարող է իրանց ձևնա, չգիտեմ ինչ, բայց որ այսօր այս քաղաքականություն, այս խոսակցություն, այս ամեն ինչն էլ տենում եմ, որ լրիվ համակցված ինչ-որ մի դաշտ է, որտեղ մենք ուղղակի գլուխներս կախ ցավոք սրտի նստած ենք։ Այսինքն պլան, ծրագիր իրականացվեց, հա, որ պիտի պարտություն կրենք, որ հետո հասնենք Արցախի կորստին եւ այսօրվան գանք իբր խաղաղություն։ Ցավոք սրտի, չեմ ուզում ստեղ ուրիշ բաներ ասեմ, մի օր ինձ կբռնցնեք կասեմ, էլի ստե չեմ ուզում ասեմ։ Բայց ձեր ասածը մեծամասնությունը ձեր ասածն է։